Ողջույն դուք միմյանց իամփյուր սրբության Սուրբ համբյուրի ողջունով շարունակենք Մատյան ողբերգության հաղորդաշարը Սիրելի ունկնդիրներ հեռուստադիտողներ YouTube-յան ալիքի հետևորդներ շատ կարևոր է որպեսզի մենք իմանանք թե ով է Նարեկացին ինչ զորություն ունի եւ նրա աղոթների զորության աղբյուրը որտեղ է որովհետև կան առարկություններ, կան մարդիկ, կան աղանդներ, որոնք ունեն հետևյալ ուրեմն դիմադրությունը խոսքերով, թե ինչու համար մենք պետք է կարդանք որևիցե սուրբի գրած առավել Նարեկացու, եթե կա Աստվածաշունչ, կկարդանք Աստվածաշունչը եւ վերջ։ Ուրեմն այսպիսին է նման ձևով մտածողներին ասենք, որ Նարեկացին ինքը արդեն մի փոքրիկ Աստվածաշունչ է, որովհետև այն համարները, որոնք որ մարդկանց համար անհասկանալի, անհասանելի են, Նարեկյան աղոթները կարդալով դրանք ավելի եք հասկանում, այսինքն Նարեկացին իր աղոթների հիմքը վերցրել է ուրեմն Աստվածաշնչից եւ աղոթներով միևնույն ժամանակ բացատրում է Աստվածաշնչյան իրողությունները։ Ուրեմն այս առարկությունը թող հերքվի, Նարեկացին ուսանելի է միևնույն ժամանակ Աստվածաշունչ սերտողների համար։ Նարեկացուն լավ հասկանալու համար նախ պետք է գիտենալ, թե ով է Նարեկացին, ինչպես ասեցինք։ Ահա գովեստներ կան բազում մարդկանց կողմից, բազում մասնագետների կողմից, բայց առավել ընդունելին ու տպավորիչն ու հիմնականը երևի Պոլսո Պատրիարք Հակոբ Նալյանի 5 գերազանցություններն են, որը նա հայտնում է Նարեկացու նկատմամբ։ Ասում են Նարեկացին ունի 5 գերազանցություններ։ Հակոբ Նալյանը հոգևորական էր բարձրաստիճան եւ նա ավելի լավ գիտի Նարեկացուն, սուրբակենցաղ կյանքը, եկեղեցու վարդապետությունը եւ այլն։ Ուստի նրա խոսքերը ավելի ուշագրավ են, ավելի հավանական եւ ավելի խորիմաստ, որովհետեւ այն մեկնությունները, որ հետագայում Հակոբ Նալյանը տալիս է ուրեմն Նարեկացու մեկնությունների մեջ, դրանք միևնույն ժամանակ պարզաբանում են աղոթքների ազդեցությունը, խորությունը եւ որ աղոթները ինչ հիվանդությունների եւ որ դեպքերի հետ են կապված։ Հիմա մենք քննենք Հակոբ Նալյանի այն 5 առավելությունները, որ նա վերագրում է ուրեմն Գրիգոր Նարեկացուն։ Այս թեմաները ընտրված չեն հենց այնպես պատահականորեն, դրանք սկիզբն են հասկանալու համար Նարեկացուն, որպեսզի հետագայում մարդը երբ որ կարդա Մատյան ողբերգության աղոթամատյանը, համոզված լինի, որ այդ խոսքերը Աստվածաշնչյան, Աստծո շնչով, Աստծո հոգով գրված, այսինքն դրանց օժանդակությամբ գրված խոսքեր ու աղոթներ են, որովհետև ոչ մի գիրք դեռ մինչև 1000 տարուց ավելի չի մնացել, չի գոյատևել։ Հիմա որոնք են այդ առավելությունները, որ Հակոբ Նալյանը նկարագրում է։ Առաջինը, ուրեմն ծնունդը, Նարեկացու ծնունդը։ Այսպես է ասում նա, համեմատական է անցկացնում ուրեմն Հովսեփ Գեղեցիկի հետ, Հովսեփ Սիրունի հետ, որը որ Եգիպտոսի վարչապետը դարձավ։ Նախքան միտքը շարունակել ասեմ, որ կարող են լինել դեպքեր, լինեն գլուխներ նույնիսկ, որ ընթացքում, ժամանակի ընթացքում կրկնվեն, դրանք զուտ կրկնություն չեն, ամեն անգամ կրկնվելը մի նոր մտքի հետ է կապված, այլ ոչ այն անցածի, ինչ որ մենք բացատրել ենք։ Նույն գլուխը կարող է ունենալ մի քանի բացատրություններ։ Ուստի երբեմն այդ գլուխները մեր հաղորդումների ընթացքում հաճախակի կարող է ձեզ հանդիպել։ Դա չթվա, որ մենք նորից նույն բանը կրկնում ենք, նույն բանը չէ, դրանք տարբեր են։ Ուրեմն, առաջինը Հակոբ Նալյանը խոսում է
ծնունդի մասին, այսպես, ասում է Հովսեփը ծնվեց Ռաքելից, իսկ Նարեկացին ծնվեց Ռաքելից, այսինքն Սուրբ եկեղեցուց։ Երկրորդ գերազանցությունը, որ ունի, ասում է անվանակոչության մասին է։ Հովսեփը ծնվեց, անունը դրվեց Հովսեփ, Նարեկացին ծնվեց, անունը դրվեց Նարեկացի Գրիգոր, բայց Գրիգորը իր մեջ ունի հետևյալ մեկնությունը։ Գրիգոր նշանակում է արթուն լինել եւ հսկել հոտը։ Այնպես ինչպես Հակոբը ժամանակին Նահապետը ուրեմն հսկում էր Լաբանի իր քեռու ոչխարները եւ արածացնում հոտը, պահպանում հոտը։ Իսկ Նարեկացին պահպանում է իր հոտը, այսինքն հավատացյալ ժողովրդին եւ հսկում նրանց։ Երկրորդը հասակի առումով Հիսուս Քրիստոս ապրեց 33 տարի։ Նարեկացին իր կուսակրոն կյանքը, որ օգտագործեց, գործադրեց կորոնավորի զգեստի ներքո, ուրեմն տևեց գործնեությունը իր հոգևորականի, տևեց 33 տարի Քրիստոսի տարիքի չափ։ Ուրեմն Հովսեփը ամուսնացավ, երեխաներ ունեցավ։ Գրիգոր Նարեկացին չամուսնացավ, նա երեխաներ չուներ։ Գրիգոր Նարեկացին իր գրվածների մեջ ունի ուրեմն բառեր, որոնք որ մեկնաբանության կարիք տան, այսինքն դրանք բանալիներ են, որից է առեղծվածը բացահայտելու համար։ Օրինակ, նա ԽԶ գլխում, այսինքն 46-րդ գլխում խոսում է կուսակրոնության մասին, հայտնում է, թե ինքը երբ է կուսակրոն դարձել։ Այնտեղ չի գրվում պարզ կուսակրոն, բայց կարդացողը արդեն հասկանալի է, թե խոսքը ինչի մասին է։ Հիմա մենք ձեզ կարդանք եւ հիշեցնեմ, որ ընթացքում մենք Նարեկացից հատվածներ անպայման պետք է կարդանք, որտեղ առանց կարդալու Նարեկացու հատվածներ միայն խոսել նրա մասին ճիշտ չի լինի, որովհետև պետք է հետևեք նաև Նարեկացու բառերին, խոսքերին, գուցե եւ կարդացողը ամեն անգամ մի նոր բան իմանա, նոր բան զգա։ Ուրեմն տեսեք ինչ է ասում Նարեկացին։ Աստուծո հարազատ պատկերն ես դու։ Տեսեք ինքը ինչ որ կարդում է անցյալի մասին եւ իր ներկա ապրած տարիների մասին, մնացածը միևնույն ժամանակ հուշում են ապագայի մասին, ապագայի հետնորդների մասին, հոգևորականների մասին, գեղեցկուների աշխարհականների, մեր բոլորիս մասին, այսինքն նրանից հետո ինչը որ գրվել է եւ մեզ համար անցյալ է ներկան ու ապագան է հուշում։ Աստծու հարազատ պատկերն ես դու, հոգիդ իմ գերի, իսպար կշտամբած, թեև առաջին նմանությունիցդ կողոպտվեցիր։ Այսինքն առաջին նմանությունը նա էր, որ Աստվածաշնչում գրված էր մարդ ստեղծենք մեր պատկերով ներ նմանությամբ։ Պատկերը համառոտ, ասենք հիշեցնենք ձեզ, ուրեմն հոգի, բանականություն եւ ազատ կամք, որ Աստծուց տրված է բոլորին, երբ մարդը ծնվում է, այս երեքը ունի, այս երեքը երբեք չեն փոփոխվում, այլ բան է, թե ով ինչպես է օգտագործում։ Թեև առաջին նմանությունից կողմ, նմանությունը նա է, որ մարդը նմանությունը ստանում է հետագայում իր ապրելու ընթացքում սրբակենցաղ վարքի հետևանքով, այսինքն այսպեսի մի համեմատություն անենք, ասենք ցանկանում ենք նմանվել որևիցե մեկին, օրինակելի մեկին, դա նմանությունն է, այսինքն նմանվի Աստծուն, հրեշտակներին, սուրբերին։
կենաց դրախտում մեղանչելով պատվիրանի դեմ, բայց ավազանի լուսազարդ շնորհով հոգու փչումն ընդունելով նախկին նույն պատկերն ստացար դարձյալ։ Տեսեք, ասում է ադամական մեղքի մասին այստեղ, ասում է դու շնորհներից զրկվեցիր, բայց այնուհետև նորից նույն պատկերը ստացար, դրա ուրեմն ներվելն է։ Եվ այժմ ինչու կորցրեցիր դու այդ փառքը երկնավոր, ինչպես կորցրեց նախաստեղծն երբեմն վիճակն երկնավոր ադին դրախտում։ Տեսեք, այստեղ հին պատմությունն է Ադամի մասին եւ ասում է կորցրեց ադին դրախտում։ Ադինը ուրեմն գաղտնաբառ է։ Ան մեր ուրեմն թվային արժեքը 1-ն է, դն 4-ը, են 5-ը, են 20-ը, նն 400 է։ Երբ որ այս բոլորը գումարում ենք իրար եւ ստանում ենք ուրեմն վերջում դրանց ավելացնում ենք 551 թիվը քրիստոնեական թիվը, որ լինում է 976, այսինքն 976 թվին ինչու ինքը քու ձեռքով փագեցիր երկինքը քեզ համար եւ վերելքի դուռը կողոպեցիր քո առաջ, ինքը իրեն նկատի ունի այստեղ։ Ինչու խառնեցիր մաքուր ջրի հետ աղտն արցունքներիդ, ինչու լվացած զոր զգարշելի գործերով զարզրելի դարձրիր, ինչու մեղքերի պատմությանը հանած, նորից հագար այն անառակ վարքով։ Պատմությանը այն ազգեսներն են, որ հագնում են հոգևորականները այդ Աստվածաշնչի Ահարոնին նկարագրելուց կա, որ պատմությանի եզրին կային ոսկե խաչեր եւ նրան գնդեր։ Տեսեք, այստեղ մի շատ հետաքրքիր բան է ասում։ Ինչու դու պատկերդ կորցրեցիր, բայց երբ ստացար նորից հագար այն անառակ վարքով։ Երբեմն ասում են հագնենք Քրիստոսին կամ հագնենք այսինչ բանը, այսինքն նկատի ունեն մեղքերից ազատվելը, մեղքերից հեռանալը։ Ուրեմն անառակ վարքով, այսինքն ինչու դու նորից այդ սուրբ զգեստը հագած դիմեցիր անառակ քայլի, անառակ վարքի։ Ինչու ժանտերի ճամփով գնալով ոտքերիդ մաքրությունն աղտեղեցիր, ինչու կրկնեցիր իրավադատին, ուխտազանցությունն հին պատվիրանի։ Տեսեք, ասում է ուխտազանցությունը հին պատվիրանի։ Մաքուր մարդը ուխտազանց եղավ, Ադամը ուխտազանց եղավ, Նարեկացին իրեն էլ է համարում ուխտազանց, չնայած ինքը այդպիսի բան չի արել, բայց սա զգուշացում է հետագաների համար, ապառնի զգուշացում է, որպեսզի նման քայլերի չդիմեն։ Չնայած զգուշացնեմ ձեզ, ասեմ ձեզ, Աստվածաշնչում գրված կա, որ բոլոր մեղքերը ներելի են, բոլոր մեղքերը, բացի Սուրբ Հոգին հայելուց։ Ինչու զրկվեցի շնորհած պտղից, ինչպես Ադամը կենաց ծառից։ Ադամը զրկվեց կենաց ծառից, այսինքն այն գիտությունը, որ նա պետք է ստանար, գուցե եւ հավերժության գաղտնիքը կար այնտեղ, այն ուխտազանց արեց եւ զրկվեց դրանից։ Ինչու նենգեցիր ինքդ կամովին, հավերժությունը անցտվեր, հույսի, ինչու թույլ տվիր, որ անհամարձակ ծածկվի դեմքդ սաստիկ ամոթով։ Տեսեք, ասում է, ինչու նենգեցիր հավերժությունը անցտվեր լույսի։ Անցտվեր լույսը որն է, երբ որ լույսը ընկնում է որևիցե տեղ, որևիցե առարկայի վրա, անպայման ստվերն է առաջանում, չէ, շողքը ասածը մեր հասկացողությամբ։ Բայց սրբության սրբոց խորանում լույսեր կար այնպիսին էր դասավորված հին Աստվածաշնչում, որ որևէ առարկա ստվեր չէր թողնում, ամեն կողմից լուսավոր էր, մութ կետ չկար սրբության սրբոցում։ Եվ ուրեմն ինչու հասար, ասում են նրան, որ դեմքդ ամոթից պետք է ծածկես, չէ որ դու ավելի ազնիվ մաքուր կյանքով էր ապրում, ինքդ քո ձեռքով արեցիր այս ամենը։ Սա ուրեմն 4-րդ ներկուսակրոնության վերաբերյալ։
Հիմա 5-րդը սրբության մասին է խոսում, նարեկացուն կոչում է սուրբ։ Այս գլուխը լիովին հասկանալու համար կարդանք ուրեմն նարեկացու ՀԲ գլուխը, ՀԲ ենթաբաժինը։ Վարժապետ կոչվեցի ես, որ ամբաստանություն է իմ դեմ, այսինքն իր կենտանության օրոք իրեն վարժապետ էին կոչում, վարժապետ դա բարձր աստիճան էր, այսինքն ժողովրդի ամենասիրված անձնավորությունը, Ռաբբի անվանեցվի ես և Աստծու վայել գովեստը եղծեցի, ասում է Ռաբբի անվանեցի նույն գրեթե վարժապետն է, և Աստծու վայել գովեստը եղծեցի, այսինքն այդ գովեստը, որ դուք ինձ տվեցիք, այդ գովեստը ես դրան արժանի չէի, բարի ասվեցի եղկություն ժառանգելուց համար, սուրբ վկայվեցի մարդկանցից, որ անմաքուր եմ Աստծո առջև։ Տեսեք, իր կենթանության օրոք իրեն սուրբ են համարել, բայց ինքը ասում է, ես անմաքուր եմ Աստծո առջև, ես արժանի չէի այդ կոչմանը։ Արդար ճանաչվեցի ամբարիշտս ամեն ինչով, հրճվեցի մարդկանց գովեստով, որ Քրիստոսի ատյանում ծաղրելի լինեմ։ Ուրեմն հուշում է, որ մարդիկ, ովքեր հպարտանում են, շոյված են զգում իրենց գովեստներից եւ այլն, ինքը դա համարում է, որ Աստծո դատաստանի առաջ ես պետք է ծաղրելի լինեմ, որովհետև այդ գովեստներից մեծամտածել եմ, հղբացել եմ, ինձ թվացել է, թե ես ինչ եմ ներկայացնում, մի մեծ մի բան, ինքս իմ մեջ։ Ավազանից արթուն կոչվեցի և ննջվեցի մահվան քնով։ Տեսեք, ավազանից արթուն կոչվեցի, այսինքն երբ նրան կնքեցին, ավազանից հանեցին, կոչեցին Գրիգոր, որ նշանակում է արթուն։ Արթուն, որը որ պետք է հսկեր, բայց ասում է ես ննջեցի մահվան քնով։ Այսինքն ոչ թե մահացա, այլ մեղքեր գործեցի, որ ինձ տանում է մահվան։ Հսկող հորջոշվեցի փրկության օրը, բայց զգաստության դեմ աչք փակեցի։ Տեսեք, Գրիգորը կնշանակում է նաև հսկող, ինչպես Հակոբ Նալյանը ասեց իր հինգ առավել առաքինությունների մեջ, ասում է հսկող հորջոշվեցի փրկության օրը, այսինքն զգաստ չեղա հոտի հանդեպ, կորցրեցի իմ զգաստությունը։ Ահա դատաստան, ահա հանդիմանություն, ահա նոր կշտամբանք և հին դատապարտություն։ Ահա ամոթակ դեմքի և տագնապ հոգու, ահա քննություն մանր մեղքերի, որոնք ամենամեծերի կշիռ ունեն։ Սա շատ կարևոր մի նախադասություն է, որ երբեմն մեղքեր կան, մարդիկ համարում են, որ դա փոքր է, կամ ասում են, լավ, դա ինչ մեղքեր, որ ուրեմն մեծ փոքր մեղք չկա։ Մեղք է իր ամբողջ էությամբ։ Միայն երբ որ մարդը զղջում է, ապաշխարում, խոստովանում, որ այն ժամանակ Աստծո կամեցողությամբ մեղքերը ներվում են, խոստովանությունը լինում է քահանայի մոտ, կամ ընդհանրական, կամ անհատական։ Հիմա սրա նույն շարունակությունը, ուրեմն այս ամբողջ այս գլուխ նրա մասներ, որ նարեկացին, ասում է սուրբ կոչվեցի, որ ես արժանի չեմ։ Հիմա տեսեք, սուրբ է կոչվում նաև այն մարդիկ և ժողովրդի պատկերացմամբ հոգևորականի հագուստի մեջ գտնվողը գրեթե սուրբ էին համարում, հավատում էին շատ։ Հիմա նարեկացին ինչ է ուզում ասել հագուստի մասին, որովհետև Աստծու հոգևորականի հագուստը հին աստվածաշնչյան մեկնության մեջ մի բան է նշանակում հիմնականում, այդ հագուստը, որ կրում է անձը, Աստծու փառքի համար է,
Հիմա ուրեմն բացում ենք Հ B գլխի B ենթաբաժինը։ Ներողություն Ծ գլխի Ծ գի D ենթաբաժինը։ Եվ ասում եմ հոգևորականի իմ բայվելավուչ շորերին նայելով մարդիկ գովաբանում են ինձ, բայց չգիտեն թե ինչ ուրեմն մեղավոր մարդ է թաքնված այդ շորերի տակ։ Հիմա նույն բանը կա հիմիկվա մեր ժամանակներում, որ մարդիկ բարձենում են իրենց հագուստով, իրենց կեցվածքով, տեսեք, կրոնավորի զգեստից բարեձևությանը նայելով, անգիտակ գախնի իմ արատներին երանի են տալիս եղկելուս, դու էլ հնարավոր ամենապարգև օրտնյալ մարդասեր, ողորմողդ բոլոր արարածներին հավասարապես ամենաթշվառից հեծության համար հաշտվի նրանց հետ ըստ իրենց հավատքի։ Տեսեք, ասում եմ, մարդիկ հավատացել են իմ հոգևորականի զգեստին, բայց չգիտեն թե ինչ մարդ է թաքնված դրանց, բայց քանի որ նրանք հավատում են, ուստի նրանց հավատը որպեսզի չփշրվի, Տեր Աստված այս հավատքի համար ընծայր նրանց ուրեմն դուր որպես պարգև մեծությունդ անեղծ եւ քո պսակը հավերժ անթարամ ամեն ինչ քննող ու պարզաբանող մեծ դատաստանի վերջին օրն ահեղ։ Այստեղ ինչն է կարևոր միտքը, ասում են չնայած ես հագել եմ այդ զգեստը, մարդիկ գովաբանում են այդ զգեստը, բայց չգիտեն ինչ մարդ է թաքնված դրա տակ, չնայած նարեկացին սուրբ մարդ է եղել, ասեմ, բայց դրա համար ես որ մեղավոր եմ, դու միայն ինձ պատժի, իսկ այն հավատացողներին այքո այդ հագուստին եւ այդ հագուստը կրող անձին, ինձ անձին որպես պատժիր, բայց հավատացողներին դու մի մերժիր ու ներիր դրանց բոլոր մեղքերն ու անցանքները, որպեսզի նրանց հավատքը, որպեսզի նրանք հուսահատ չդառնան։ Եվ ուրեմն տեսեք, այստեղ մի կարևոր փոքր պահ կա։ Նարեկացին օգտագործում է մի բառ, որը որ շատ կարևոր է։ Ուրեմն կարդանք Ծ G ենթագլխի A Ծ G գլխի A ենթաբաժնի վերջի տողերը։ Թե ես, թե նրանք, եթե միասին լինեն քո առաջ ո արդարադատ, գուցե եւ ոմանց մեղքերը դեմ շատ սակավ լինեն եւ բամբասանքները իրավացի, իսկ իմ դեպի քեզ ամենապարգև ուխտազանցության օրինակները բազում են անթիվ եւ անկշռելի, այսինքն Աստծու հետ կապված ուխտը, երբ որ խախտվում է, մարդը համարվում է ուխտազանց։ Եվ ասում են բոլոր բամբասանքները թեև եւ այլն կան մարդիկ, որ ավելի վատ բաներ են արել ինձանից եւ այլն, դրանցներից բացի ես որ ուխտազանց եմ, ուրեմն այդ ուխտազանցության համար պատրաստ եմ պատիժը կրելու, բայց միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ ուխտազանցությունն էլ նույնպես կարժանանա ներման, եթե գիտակցաբար, անգիտակցաբար, եւ մարդը զղջումով, զղջալը մի պահ չէ միայն, զղջալը կարող է երկար ժամանակ տևել, նայած թե քահանան կամ զղջուն ընդունողը ինչ կնշանակի կամ ինչ հանձնարարություն կտա, որպեսզի դա անի։ Ուրեմն սա էլ զղջումը միշտ ներվելու սկիզբն է, այսինքն առաջինը ճանաչել գործածը մեղքը, ընդունել, հետո զղջալուց հետո ապաշխարել, ապաշխարության խոստովանություն եւ այլն, ու քահանան կարծակի մեղքերից ներումը տված է Աստծուն։
Եվ վերջացնելով այս բաժինը վերջում ընդունելի լինի գրքից ես կարդամ մի հատված Նարեկացու, որ հուշում է, թե ինչպես պետք է զղջալ, այսինքն ուղղություն է տալիս, միևնույն ժամանակ խորը սրտով, սրտաբուխ արտահայտվում է մեղքերի ու զղջումի մասին։ Այսինքն հուշում է, թե ինչպես աղոթել։ Ահա։ Ուրեմն Նարեկացու բան նորից հբ գլուխը 72 գլուխը այ ենթաբաժինը տեսեք ասում է ընդունեցեք ավանդս այս խոստովանության ի նորոգություն եւ ի փրկություն հոգիների վկայում եմ թե ես ինքս էլ ունեմ բյուր բամբասանքի ինքնադատության արժանի մեղքեր անբժշկելի Սեք ասում են սեր շատ մեղքեր ունեմ որ անբժշկելի են սկզբնահորից սկսած մինչև սերունդները հուսք հոժարական մի հանձնարարությամբ բոլորիդ գործած հանցանքները ես վրաս առնելով Սեք ասում է ես բոլորիդ հանցանքները բոլորի հանցանքները իմ վրաս եմ վերցնում Տեր Աստված ուրեմն ների այն մեղքերը որ ես գործել եմ թեկուզ չեմ կատարել բայց վերցրել մեղք իր վրա վերցնել ինչ է նշանակում նշանակում է մեկի համար պատասխանատու լինել նրա համար որպեսզի մեղքից դուրս գա աղոթել չարչարվել խոսել եւ այլն դարձի բերել ճիշտ ճանապարհը ցույց տալ եւ մյուս փոքր աղոթքը չկա ոչ ոք մեղավոր ինձպես ոչ ոք անօրեն դες ինքնակննադատություն այսինքն մեղքերի ճանաչում ոչ թե փախուստ ինքն իրենից կամ ինքն իրեն արդարացնելու մոլուցկով տարապել ոչ ոք անբարիշտ ոչ ոք անիրավ ոչ ոք չարագործ ոչ ոք խոտորված ոչ ոք սխալված ոչ ոք մոլեգնած ոչ ոք խարդախած ոչ ոք շաղաղված ոչ ոք ամոթահար ոչ ոք դատապարտված ես ինքս եմ միայն եւ ուրիշ ոչ ոք ես եմ այդ բոլորը եւ բոլորի հանցանքներն իմ մեջ են ահա մի օրինակ որ սուրբ մարդը բոլորի հանցանքները վերցնում է իր վրա ու այստեղ թվում են սրանք դեռ քիչ են համառոտ եմ ես կարդում հանցանքների տեսակները շատ են որ բոլորը վերցնում իրենց իր վրա բայց կան մարդիկ որ ամեն կերպ աշխատում են որ իրենց վրա փոշի չնստի ուզում են ամեն կերպ իրենց արդարացնել երբևիցե չեն ճանաչում իրենց մեղքերը այսինքն մարդը չունի ինքնաճանաչման ամենամեծ կարևոր հատկությունը որ մարդուն տանում է դեպի առաքինության ամենամեծ առաջի քայլը որ մարդուն տանելու է դեպի աստվածային շավիղները դա ինքնաճանաչումն է այսինքն ինքնաճանաչումը իր մեջ պարունակում է քաջություն որպեսզի մարդ կարողանա ինքը իրեն լռության մեջ խոստովանի թե ինքը ինչ մեղքեր ունի ու ինքը իր գնահատականը տա Սիրելի հավատացյալ ժողովուրդ մեկ անգամ եւս հիշեցնեմ ձեզ հուշեմ որ երբ որ խոսում ենք կարդում ենք որեցե գլուխ այդ համարները գրեք որ հիշողության մեջ կմոռանաք հետո որ նորից կարդաք ամեն կարդալուց մի նոր բան կսովորեք հույսով եմ եւ ամեն կարդալուց ավելի կմոտիկանաք Աստծուն Աստվածաշնչին Նարեկացուն Այսքանով աղոթում ենք մեր հաղորդումը սիրելի հավատացյալներ բարին ընձեզ հիշենք զի Աստվածն ընդ մեզ է Աստված միշտ մեր հետ է միայն մենք ենք որ նրանից հեռանում ենք ցտեսություն ձեզ